Տան պատերն էլ էին կարոտել Գոռի անունը, հիմա այն նորից ուրախությամբ կհնչի Ղուկասյանների տանը։ Ու հասանք այդ լույսին, հասանք բալիկներին։ Գոռ են դրել փոքրիկի անունը, բայց նա Գոռին նման չէ, քրոջ Ալյոնկայի դիմագծերն են։ Ծույքերից մյուսը Հայկն է նման Գոռին, նույն աչքունքով, նույն քիթ բերանով, հոտով, մի մազաչափ էլ չի տարբերվում մի քանի օրական Հայկը եղբորից։ Քնածը Գոռն է, ինքը Ալյոնկին է նման, որպեսզի ավակ եղբորից երկուսին բաժին լինի, թող Հայկը դիմագծերով լինի, անունը տվեցինք այն բալիկին, որը ավելի շատ Ալյոնկին է նման։ Գոռը տան արևն է եղել, արևն էլ կմնա։ Այս փոքրերը արևի շողերն են, ասում է մայրը, որ մինչև հիմա չի կարողանում զոհված որդու մասին անցյալով խոսել։ Գոռը ինձ հետ է, ինքը միշտ մեզ հետ է, միշտ տանն է, մեզ նհտ է։ 44-օրյա պատերազմի ժամանակ Գոռը ժամկետային զինծառայող է եղել, բարով խերով վերադարձել է տուն, բայց 2023-ի սեպտեմբերին, երբ սկսվել է Արցախյան երրորդ կռիվը, ոչ ոք չի կարողացել հետ պահել Գոռին։ Նա այդ ժամանակ ազգային անվտանգության ծառայության ենթասպա էր։ Պատերազմը ավարտելուց հետո տուն եկավ, մի քիչ հետո որոշեց նորից անցնել ծառայության։ Չէինք ուզում, ես էլ, հայրն էլ դեմ էինք։ Բայց ինքը մեզ սկացավ չի։ Իշքան էլ պիս օրեր ալալ, հիբը տելեֆոնավ խոսալանք ինքը ասալա։ Վեր լավում, վեշ մի դնում ինքը հուսահատված խոսալ չի։ Իրեն վստահված դիրքը Գոռը կյանքի գնով է պաշտպանել։ Մուկ հայտնվալանք մին ճահճում վեր ամեն օր մեզ ձգում է ներքև։ Ու այդ ճահճից դուրս գալու հնարավոր չի։ Այդ ճահճից Նարինեին ու Մհերին քիչ-քիչ դուրս են բերում նորածին տղաները։ Երևի բառարանում տես բառ չկա, որ կարելի է խոսքի հետի արտահայտված ասած խոսքի տես ինձ մի հատ զգացողություն ունեմ։ Կուզենայի իմանային, որ իրանց ինչ եղբայր է եղել ու կուզենայի, որ իրանք էլ այդ նույն ձև նմանվեին իրան։ 21-ամյա որդու կորստից հետո նորից մայրանալ չափազանց դժվար որոշում էր, ասում է Նարինեն, բայց այդ որոշման ծանրությունը թեթևացնում են մարդիկ, լավ մարդիկ։ Հայորդի բարեգործական հիմնադրամը զոհված Գոռի ծնողների կողքին է եղել այս որոշման սկզբից մինչև վերջ։ Ճիշտն ասած ոչ մեկից ոչինչ չէի սպասում։ Մենք փորձում ենք մեր ուժերով տեղավորվել, բայց հայ որդին շատ առատաձեռն էր մեր բալիկների հանդեպ։ Ընդհանրապես մեր երախտագիտությունն ենք ցույց տվել հերոսածին ծնողներին, ասում է հիմնադրամի տնօրեն Վաչե Վարդանյանն ու հայտարարում նոր ծրագրի մասին, որով աջակցելու են բոլոր որդեկորույս ծնողներին, որոնք կորոշեն նորից մայրանալ։ Որոշում կայացնելու փուլից սկսած մինչև ծննդաբերություն եւ հետծննդաբերական ողջ փուլի ընթացքում մենք կլինենք ընտանիքների կողքին, որը իրենից ենթադրում է բուժման համար անհրաժեշտ դեղորայք, հետազոտություններ, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ, կահույք, հագուստ։ Հայորդին իր ուսերին կվերցնի շատ հոգսեր, որ ծնողները, որքան հնարավոր է, շատ վայելեն փոքրիկների հետ ամեն վայրկյանը։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։